1988 թվականի ավերիչ երկրաշարժից անցել է 37 տարի։ Գյումրիում դեռ ընտանիքներ կան, որոնք ապրում են տնակներում առնետների ու գազազատչների հարևանությամբ։ Տուն ենք կորցրել, բայց ես գրանցված չեմ եղել տան վրա։ Ապրել եմ։ Թափառող շներով շրջապատված կարմիր փոքրիկ տնակում 9 հոգով են ապրում։ Ամեն տարի ձմռանը օրերն են հաշվում, թե երբ է գարուն գալու։ Այս թորներս որ ամուսնացրել եմ, բոլորն էստեղ են ծնվել։ Այս տոմիգի մեջը, կռիսների մեջը, ցուրտ, շատ դժվար։ Այս երեխեն 8 ամսը գանե 80,000 անգամ հիվանդացել է։ Առավոտը այդ սենյակից դուրս կբերենք, ձերքերն էս ծեվի երեխու։ Տանտիրուհու խոսքով երկրաշարժից ավերված տանը գրանցված չլինելու պատճառով իրենց ընտանիքին տուն չի տրամադրվել։ Պետությունը քեզի տուն պարտք չէ։ Տիկին Աննայի ընտանիքն էլ 27 տարի է ինչ այս տնակում է ապրում։ Տարիներ առաջ կարողացել են սեփականաշնորհել տարածքը եւ սեփական ձեռքերով կառուցել իրենց տանիքը։ 2011 թվին սկեսորս մահացար, դե արդեն մեծ տուն չէր հասնի։ Մենք էլ դիմում ներկայացրինք, ասին չի լինի։ 7 հոգանոց այս ընտանիքում 3 երեխա է մեծանում։ Անկախ բոլոր դժվարություններից ընտանիքի մեծերը ժպիտով են խոսում իրենց պայմանների մասին։ Հարմարվել ենք էլի մի կերպ, այս երկու տեղն է, սենյակն է, այնտեղ դե միջանցք որպես հաշվենք կուխնյա, այդպես ապրում ենք, արդեն սովորել ենք։